Մեր բագի երեխաներից է, շատ համեստ խելոք երեխա էր, սովորում էր ինչքան գիտեմ ադամնատեխնիկ էր սովորում, հավարտեց երևի, դες լսել եմ ես, շատ չեմ շպե, բայց ինչքան որ ես լսել եմ իր մասին, միշտ դեպի լավն եմ լսա, շատ խելոք համեստ երեխա էր, մեծերին հարգող, ընտանիքը խելոք ընտանիք են աշխատող, ծագում ու բաբարանցիներ են նամուսով թացվող մարդիկ են, ես շատ ծանր տարա ասեմ տես, որ լսեցի նույնիսկ բարձացել, կերշումս բարձացավ, այդ գարը ծվել է Երևանում է ծնվել է, այդ բաբարանցին միասին են ապրում, հայր, մայր, հոր եղբար, մեծ ընտանիք են, երկու եղբայր են, փոքրն էլ իր այդ ծառայում, միասին էին ծառայում, շատ խելոք երեխա էր, շատ համեստ։ Ինքը խելոք անշար երեխա էր, ոչ մի անգամ նրա վատ բան չենք տեսել։ Ահա որ ցավա, ոչ թե իր ծնողների, իր բարեկամների, այլ ամբողջ թաղամասը երևի արդեն նկատում եք ոնց են ցավում, շատ ենք ցավում, շատ, ահա որ։ Գնային դիմացի շենքն է մշտական գալիս ենք ստենստոն լսող երեխա էր, էլի ասենք այդ տարիքի մի բան ասենք կլսել կաներ, մեծերին լսող հարկող երեխա էր։ Ես որ ագրեսիվ երեխա չի եղել այստեղ։ Ստես բագում էլ որ հարցնեն, ոչ մեկը բացասական բան չի կարող ասի իր մասին։ Շինարարություն, պապը շինարարություն էր անում, հայրն էլ բան տաքսի էր քշում։ Իսկ ինքը չգիտեմ, ճիշտ ասած սովորում էր, մի ժամանակ ինչ-որ ասեց ադամնատեխնիկ էր սովորում, հիմա չգիտեմ ճիշտ ասած ինչ է։ Դեպքի մասին չեմ լսել, գիտեմ որ ջրպոստում միջաբանություն ասում եմ նման բան։ Կոնկրետ ոչ բան չգիտեմ դեպքի մասին։ Բանակը պետք է դիսցիպլինա ունենա։ Այնպես լինի, որ մի քիչ խստություն լինի, մի քիչ չգիտեմ, թուրքից բեթար ենք դառնում արդեն հայ ազգը, շատ վատ է դա, բոլորից ցավն է։ Պատերազմ լինի, այն լինի, ինչ որտեղ էլի կարող ես հարմարվես էլի, որ մահ կա, բայց այսպես որ բալիկի ուղարկես ու հետ չստանաս, էլի շատ ցավոտ է։ Մեր ծառա ժամանակ այդպես բաներ չկար։ Ծառայում ենք, ես իմ քանի ազգի հետ էինք ծառայում, բայց ինչ սպանություն, ինչ հայոյանք իրար, ինչ քաշքշուկ։ Ինձ թվում է սպաներ իրաց տեղում չեն։